Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր շաբաթօրյա Աստվածաշունչի սերտողությանը։ Այս շաբաթ մենք ուսումնասիրում ենք Նոր Կտակարանից նամակ Հռոմեացիների 4-րդ գլուխ 13-ից 25 համարները։ Այս շաբաթ կավարտենք ամբողջությամբ 4-րդ գլուխը եւ այսօրվա սերտողությունը հիմնված է լինելու ուսումնասիրելու Աբրահամը որպես հավատքի հայր հասկացողությանը։ Ուրեմն ինչպես միշտ խնդրում ենք բոլորին ուղակի, քաջալերում ենք բոլորին, որ այս պատգամը տենալու եւ լսելու պես ամբողջությամբ իհարկե դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ երկնքի արքայության գործերին մաս կազմեք։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք մենք տեխնոլոգիայի համար եւ այնինչ որ մեզ տվել ես սոցցանցի միջոցով եւ տարբեր միջոցներով կարողանանք քո խոսքը պատրաստենք եւ թողարկենք մեր հարգելի եւ շատ հարազատ ու սիրված մեր ժողովրդին, որպեսզի նրանք լսելու պես օրհնվեն եւ հնարավորություն ունենան կետ առ կետ, գլուխ առ գլուխ Աստվածաշունչը սերտողություն կատարեն եւ ոչ թե թեմատիկ կերպով սովորեն, թռնեն այսինչ այնինչ թեմաների վրա հիմնված դեր, այլ սիստեմատիկ կերպով խոսքը սովորեն ու ավելի լավ ըմբռնեն, հասկանան քո խոսքը եւ Տեր խնդրում ենք, որ այսօրվա սերտողությունը Սուրբ Հոգով դու մեզ առաջնորդես եւ օգնես, որպեսզի լսողներ չլենք, այլ կատարողներ քո խոսքը։ Աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն վերնագիրն է ինչպես կարող ես որդեգրվել Աստծու ընտանիքին եւ ինչպիսի հավատ է հարկավոր ունենալ։ Հիմա մենք սկսենք 13 համարից մինչև 16 համարները կուսումնասիրենք, կմեկնաբանենք ու կշարունակենք։ Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումը եղավ ոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ, որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատ ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր, որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա, դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսի դա շնորհով լինի, որպեսի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար, ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է։ Լավ հարգելիներս, հիմա ինչ է ուզում Պողոս առաքյալը մեզ սովորեցնի։ Այս համարներով Պողոս առաքյալը բացատրում է, թե մենք ոչ հրեաներս ինչպես ենք միացել Աստծու ընտանիքին։ Այսինքն ինչպես ճյուղը պատվաստվում է ծառին, նույնպես էլ մենք միացել ենք երկնավոր Հորը Հիսուսի միջոցով։ Երկրորդ հերթին բացատրում է, որ օրենքով կամ օրենքի միջոցով չենք կարող ընտանիքին միանալ Աստծո, որովհետև մենք հեթանոսներս օրենքի մեջ չենք, այսինքն ոչ հրեաներս ասեն։ Ժառանգությունը հավատով է ձեռք բերվել եւ մենք այսպես ենք միանում երկնավոր Հորը։ Շնորհը օրինազանցությանը հակառակ է, որովհետև պատիժ չկա, այնինչ որ գործերով չի արվում, այսինքն օրենք չկա ու դրան էլ խախտող չկա, բայց եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք։ Հիմա Աբրահամը նախքան օրենքը եկավ, եթե ծանոթ եք Աստվածաշունչին, արդեն գիտեք, որ Մովսեսի եւ Ահարոնի միջոցով օրենքը եկավ, հաստատվեց,
երբ որ իսրայելացիներին Եգիպտոսից Աստված հանեց եւ նրանք անապատի մեջով անցնելով հասան վերջապես խոստացած երկիրը։ Աբրահամը եկավ դրանից առաջ եւ Աբրահամի հավատն էր, որ Աստված նրան իր հավատի շնորհիվ նրան արդար է համարում, արդարանում է, արդարացած է Աբրահամը հավատով։ Ու հենց այս կետի շուրջ էլ Պողոս առաքյալն ասում է, որ դուք, ովքեր որ հրյա չեք եւ օրենքի տակ չեք, այսպես միանում եք դուք Աբրահամի ընտանիքին, Աստծու ընտանիքին, որպես Աբրահամ հավատքի հայր։ Քանի որ մենք օրենքի տակ չենք եւ քանի որ մեզ օրենքը չի տրվել, ուրեմն մենք չենք կարող օրենքով համարվել Աստծու ընտանիքի մեջ, օրենքի միջոցով կամ օրենքի մեջով անցնելով, ինչպես հրյաները, բայց մենք այսօր ունենք փրկություն Հիսուս Քրիստոսով եւ այդ հայրը հավատքի եւ օրինակը եւ նահապետը ասենք հավատքի Աբրահամն է համարվում եւ բացատրում է Պողոս առաքյալը, թե ինչպես է մարդ հավատով փրկություն ստանում։ Սա է գլխավոր միտքը, շնորհով փրկություն ոչ թե օրենքով, ոչ թե գործերով։ Միտքը ամբողջությամբ նամակ Հռոմեացիներին այս պատճառով է գրված։ Նամանավանդ, երբ որ կար հասկացողություն եւ սուտ վարդապետներ կամ խանգարող ուժեր կամ խմբեր, որ պնդում էին, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր նոր հավատացյալը թլփատվի եւ փորձում էին նորից օրենքի տակ մտցնեին, ազատագրվել են օրենքից, բայց այս խումբը եւ գաղափարի տեր մարդիկ պնդում էին, որ պետքա նորից օրենքին միանան եւ օրենքին հետևեն Հիսուսի հետ միասին։ Հիմա դե պարզա մենք գիտենք, որ այդպիսի բան չկա։ Տերը մեզ ազատություն ա տվել, Տերը մեզ Հիսուսի սուրբ այրունով, մեր երկնավոր հայրը մեզ տվել է փրկություն իր որդու միջոցով եւ գիտենք, որ մենք ազատվել ենք օրենքի կապանքներից։ Սա է գլխավոր միտքը։ Իսկ մյուս կետը ինչպիսի հավատք է փնտրում Աստված 17-ից 21 համարները։ Եկեք շարունակենք մեր սերտողությունը։ Ինչպես որ գրված է, քեզ բազուն ազգերի հայր կկարգեցվի։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենթանացնում է եւ չեղած բաները գոյության կոչում, երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց, քո սերունդն այնպիսին է լինելու, եւ հավատի մեջ չթուլացավ իր մարմնին նայելով, որովհետեւ արդեն մեռածի պես էր, գրեթե 100 տարեկան լինելով, եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն, եւ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերմտեց եւ այսինքն այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն եւ իր մտքում համոզված էր, որ նա ով խոստացավ կարող է եւ կատարել։ Հարգելիներս, Աբրահամը եւ Սարան տարիքով մեծ զույգեր էին ամուսնացած եւ նրանք Աստված, եթե կհիշեք, կանչեց Աբրահամին իր հոր տնից ու ճանապարհ ընկան Աստծու խոստացած երկիր տանելու եւ սերունդ ստեղծելու ծրագրով։ Հիմա Աստված սպասում է, որ մենք իր բոլոր խոստումներին հավատանք, թեև անհավանական լինի խոստումը։ Աբրահամի դեպքում անհավանական էր, երբ որ տարիքով մեծ զույգեր էին եւ երեխա չէին կարողանում ունենալ, անհավանական էր, որ իրանք այդ տարիքում նորմալ մարդու համար, ասենք, դա հնարավոր չէր, բայց նորմալ պայմաններ ասենք, նորմալ բնական պայմաններ, իսկ Աստծու համար ամեն ինչ հնարավոր է,
միտքը Պողոս առաքյալի դա է, որովհետև մեզ էլ է ուզում, որ մենք հավատանք եւ ունենանք այսպիսի հավատք։ Երբեմն կյանքի պայմանները կարող են այն աստիճանի, այսինքն կարող է կյանքի բոլոր պայմանները այնպիսի այն աստիճանի թեժանա, որ մեզ թվա այլ լուծում չկա։ Աբրահամի Սարայի դեպքում տարիքով մեծ էին եւ նրանք այլևս երեխա ունենալու տարիք չէին։ Այս ժամանակներում է, որ Աստված հասնում է օգնությամբ։ Հիմա յուրաքանչյուրս կարող ենք մեր կյանքի դրվագներով եւ դեպքերով եւ իրավիճակները վերհիշենք, թե եթե իսկապես հավատացյալ ենք եւ արդարացած ենք մենք Հիսուս Քրիստոսով, վերստին ծնունդ ունենք, Տիրոջն ենք մենք, գիտենք, որ դժվարությունները կյանքի մաս է կազմում մեր հավատքի կյանքի։ Ուրեմն դժվարությունը համատեղ է հավատքի, բայց մենք պետքա Տիրոջ խոստումներին հավատանք եւ հավատալով Տիրոջ խոստումներին Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ մի այսպիսի մարդ, որը համարվում է հավատքի հայր, բազուն ազգերի, որ իր միջոցով այդ հավատքի ժառանգությունը ունեցողները համարվելու են սերունդները Աբրահամի։ Եվ այսպես է անում, որ մենք չհպարտանանք, այսինքն Աստծու ձևը, աշխատելաձևը, ոճը այն է, որ լինի պայմաններ եւ իհարկե այդ պայմանները մեր ձեռքերից դուրս են, մեր կարողություններից դուրս են, բայց նա է, որ գալիս է այդ ժամանակ, այդ պահին, երբ պետքա իր կամքին համաձայն եւ բերում է մի ասենք լուծում կամ հրաշք։ Եվ տեսեք, բոլորս էլ կարող ենք, եթե հավատացյալ ենք, ուրեմն մենք անշուշտ զգացել ենք, տեսել ենք, ականատես ենք եղել մենք կյանքի դժվարություններին, ոմանք շատ ավելի ծանր, ոմանք մի քիչ ավելի թեթև, բայց իրականում այս կյանքի դժվարությունները հավատացյալի համար նորմալ դժվարություններից ավելի վեր է։ Ինչու՞, որովհետև հավատացյալ լինելով Տիրոջը ընդունելով առաջի հերթին ձեռք ենք բերում երկու թշնամի։ Առաջինը Սատանան եւ իր իշխանությունը, իսկ երկրորդ հերթին մարդը եւ մարդկությունը մեղավոր։ Երբ որ աշխարհի մեջ ես, ուտում խմում, քեֆ ես անում մարդկանց հետ, բայց երբ որ Տիրոջը ընդունում ես, արդեն մեկուսանում ես ինչու, որտեվ նույն մեղավոր ճանապարհով մարդկանց հետ չես կարող քայլել։ Իսկ պարզաբանեմ, մենք բոլորս, ովքեր Հիսուսին ընդունում ենք որպես Տեր եւ Փրկիչ, հարկավոր է, որ մենք անհավատներին վկայենք եւ մեր լույսը ցույց տանք եւ ինչպես Տերն է ասում Հիսուս, աղնուլույսը լինենք։ Փաստորեն եւ Տերը մեզ չի կամենում, որ հենց ապաշխարենք, քրիստոնյա դառնանք, մեզ այս աշխարհից հանի։ Թույլ է տալի, որ մնանք, որովհետեւ իր գործը, երկնքի արքայության գործը մեր միջոցով է անում, եկեղեցու միջոցով, հավատացյալների միջոցով։ Այնպես որ դժվարությունները երբ տեսնենք, իրականությունը թեժ լինի, հնարավորության պայմաններ չլինեն, բայց Տերը այդ ամեն ինչի ընթացքը եւ ամեն ինչի մեջ նա պահանջում է, որ մեր հավատքը Աբրահամի նման անդադար, անսասան, անխափան կատարենք եւ հիշենք նաեւ, որ եթե Աստված մեր հետ դեռ գործ ունի, ուրեմն մեզ այս աշխարհում կպահի եւ մեր հետ կլինի։ Եվ մենք էլ չպետք է հանձնվենք կամ թուլանանք։ Դժվարության մեջ անցնողը երբեմն տեսնում է կամ չի տեսնում սա։ Եթե կհիշեք, Հովհաննես Մկրտիչը երբ բանտարկվել էր Հերովդեսի կողմից, ինչ տեղի ունեցավ։ Հարց տվեց Հիսուսին իր առաքյալների միջոցով, Հովհաննես Մկրտիչի, եւ
ասես դու ես, թե ուրիշին պետքա սպասենք։ Ինչու՞, որտեվ նա բանտարկված էր եւ արդեն բանտի մեջ, պարզապես ինչ միտք ասես, հնարավոր է, որ իր ուղեղում ծագեր եւ մտածեր ու սկսեց ընթացքը նեղության ժամանակ երկմտելու եւ կասկածելու ընդհանրապես Տիրոջ կամքի եւ զորության վրա։ Սա էլ է լինում։ Չի նշանակում, որ մենք վատ հավատացյալներ ենք, այլ ուղղակի պետքա Տիրոջը խնդրել այս դժվարությունների ժամանակ, որ մենք ավելի լավ հասկանանք, թե դասը որն է, ինչ նպատակով եւ Տերը ինչ է ուզում մեր կյանքի մեջ անել, այս վերափոխման ընթացքը եւ սրբության ընթացքի մեջ։ Ինչու եմ սա մեջ բերում։ Բոլորս էլ տանջանքներ ենք կրում, բոլորս էլ դժվարություններ ենք կրում։ Եվ այս հավատքը, որ խոսում է Աբրահամի հավատքի մասին, իհարկե գլխավոր նպատակը միտքը մեզ ոչ հրեաներիս ճյուղավորում է մեզ Աստծու ընտանիքին, պատվաստում է մեզ, որդեգրում է մեզ Աստծու ընտանիքին ճյուղին, եւ այսպես մենք փաստորեն վերահաստատվում ենք մեր երկնավոր հորը։ Այնինչ որ տեղի ունեցավ Էդեմի պարտեզում, երբ մեր հարաբերությունը մեր երկնավոր հոր հետ, մեր Աստծու հետ խախտվեց, մեր Հիսուս Քրիստոսի միջոցով վերականգնվեց։ Ու Աբրահամն էլ հենց այս հավատքով եւ հավատքի շնորհիվ արդարացած է համարվում, Պողոս առաքյալի միտքն է առաջինը, որ հավատքով է, ոչ թե գործերով, գործերով մենք չենք վերամիանում մեր Տիրոջը, այլ հավատքով, հավատալով իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Եվ դրա հետ միասին այնինչ որ Աբրահամը տեսավ, չխախտվեց նրա հավատքը, թեև պայմանները բավականին անհնարին էին եւ թեժ էր։ Ու մեզ էլ Տերը սովորեցնում է, որ նույնիսկ այդ ժամանակներում չպետք է երկմտել ու պետք է խոստումներին հավատալով եւ համաձայն ապրել մեր հավատքի կյանքը։ Մյուս կետը եւ վերջի կետը արդյունքը կամ ինչ է սպասվում մեզ որպես հավատացյալներ, այսինքն ինչ արդյունք կա, ինչ առավելություն կա, վերջավորությունը ինչ է եւ վերջավորությունը որն է։ Կարդանք 22-ից 25 համարները, այստեղ գրված է դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Շեշտեմ նորից։ Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Ինչը։ Հավատքը եւ հավատքին կայուն մնալը, խոստումին կայուն մնալը, բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրա արդարություն է համարվել, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հարգելիներս, ուրեմն Պողոս առաքյալը մեզ ուզում է բացատրի, որ էսի ինչ որ հատուկ մի դեպք չէր, որ հատուկ էր Աբրահամին։ Ասում է Պողոս առաքյալը, որ սա մեզ էլ է վերաբերում, որովհետև մենք էլ ենք հավատում այն խոստումին։ Խոստումը որն է, որ Հիսուս եկավ, խաչվեց, հարություն առավ եւ նրա հարությունով, փառավոր հարությունով մենք նրան հավատալով փրկություն ունենք։ Այդ խոստումին ենք մենք հավատում եւ այդ խոստումով ենք ապրում, որ կապրենք մեր կյանքը ինչքան տարիներ որ Աստված մեզ կտա եւ հետագայում երբ որ ժամանակը գա մեր աչքերը այստեղ փակեն կբացենք Տիրոջ մոտ։ Եվ այն անձը, այն մարդը, որ ապրում է Տիրոջը համաձայն կամքին, խոստումների վրա հիմնված, ամենակարևորը հավատալով, վերստին ծնունդ ունենալով եւ արդարացած Հիսուս Քրիստոսի սուրբ այրունով, այդ անձնավորությունը փրկություն ունի եւ այդ անձնավորությունը իր հավատի շնորհիվ նա կփրկվի։ Սա է գլխավոր միտքը։ Հույսով եմ, որ
օրնվեցիք դուք այսօրվա սերտողությունից, աղոթում եմ Տերը բոլորին օրհնի, զորացնի, Աստված ձեզ օրհնի, ամեն։